Խաչատրյան Խաչիկ Մեխակի կալանավայրերի հիվանդանոցից եմ զանգում։ Դատապարտյալների հիվանդ դուք ինչի համար եք ազատազրկման դատապարտվել։ Սպանության որը ես չեմ գործել։ Ես էլ իրեմ գնացել եմ 7 ժամյա տոտը մարդա մահացել։ Թե չի մահացել, տանտերը ցուսմունք հա տա։ Ես 2 տարի 2 ամիս է հասել սպանում են կալանքի մեջ, բայց դա մինչև այդ գործողությունը, ասենք, ինձ իմ ընտանիքին, որը սպառնացել են այդ սաղ գործերը մոտս է, ստեկա մոտս, որը սպառնացել են, գալու են վիզիտ կդրենք, մարդ ենք ուղարկելու վիզիտ կդրենք, ես դրանք տվիրեմ քննիչին, քննիչները սաղ կոսկել են, Գեղարքյունիքի մարզի քննչականն է կոսկի էդից, ասկադմփոցարը, իմ ներկայացրածը, ամել բանին, Լոռու մարզի քննիչներին։ Դեպքը երբ ա եղել այդ։ 2 տարի 2 ամիս առաջ։ Որտեղ, Գեղարքյունիքի մարզում։ Ահա, Գավառում։ Սարգիս Մարուխյանի բնակարանում այլ է, բայց իրանք եկել են ինձ տնից տվել ես գացել են, բայց ինձնից հետո 7 ժամի հետո գալու են իմ հետևը, ասում են ես բանել է, որը ես տեղյակ չեմ ելել։ Դուք կալանավորված եք։ Այո։ Ձեր դատավճիռ դեռ չկա։ Չէ, չկա, դատավճիռն էլ դատավորը անհիմն մեղադար, տանտերն էլ եկե վկայություն տվել, որ այդ մեռնողին իրան ա խփե, մի օր առաջ էլ ինքը իրան խփե, այդ օրն էլ իրան խփե, բայց նախկինում կատարած որ ունեմ, էդի ասում եմ, որ ես եմ արել, այդ ձևի են անում, բայց այդ տան մեջ է տանտերը արդեն, ես էլ 4-րդ դանակահարությունն է էլ է, որ իր մարդա վերահացա հետը էլ է դանք է, էդի նախկինում չեմ վերադառնում դրան։ Հիմա կասեք դուք ինչ խնդիր ունեք, ինչ եք բարձրաձայնում։ Ես բարձրաձայնում եմ, որ Տիգրան Ասերյանից Քյավառա քննիչներն ու դատախազները, որը պարագլուխն է այս անցախմբի, այդ մեռնողին ով որ ուղարկել է Քյավառ, որ կաշառքի դիմաց, ծածկադմփոսներով լրիվ հասկացրել են սաղ քնչական գործողությունը, բարձել են իմ վրա, որը ես մեղ չունեմ։ Նույնը Լոռու մարզի դատախազներն ու քննիչները, Թադևոսյանը, Քյավառա քննիչ Նազարյանը, որը ես դուժող եմ ճանաչվել, դուժողությունն են անել, գործը փակել են, ես խաբար չեմ ելել Ավետիսյանի հետ, որ ոստիկանության մեջ է ով որ զակազը տվել էր, ось դրան ուղարկել էր Քյավառ, ոստիկանության մեջ առերեսման բախտել են խփելա, անցախմբի բացակայությամբ հանցանք չկա։ Այդով գործը ծածկադմփոց են արել։ Հիմա ձեզ մեղադրում են 2 տարի առաջ Գավառում սպանություն կատարելու համար։ Հա։ Դուք չեք ընդունում ձեր մեղադրանքը։ Չէ, ես չեմ ընդունել, չեմ էլ ընդունում, էլ 2 տարի 2 ամիս ինձ կալակների մեջ տանջելով բայելով, ես առաջի խմբի հաշվանդամ, դաժե անհամատեղելիություն եմ ներկայացրել, Նառա Բաբայանն էլ կալանավայրերի վարչության պոյեկի պետ տեղակալ է։ Գրելա, որ Պոշկաբանի, Սրտաբանի խորհրդատվությամբ կարակալանքը կրա կալանավայրերի հիվանդանոցում, որը ինքը չունի։ Այդ մասնագետները չունի, ես չեմ տեսել իրանցը ոչ մի անգամ։ Այդ մասնագետներին, որ ինքը նշել է, որ իրաց բանով կալանք սկրեմ խորհրդատվությամբ։ Բայց հաստիքով ունի, հաստիքով գրած ունեմ, որ ունենք, բայց ֆիզիկապես չկա։ Իրանք են ռոճիկները ստանում։ Ես այն օր իրան էլ եմ ասել, երեք պետք է գարի ինձ ընդուներ, էլի չի եկել։ Այսինքն դուք համապատասխան բուժօգնություն չեք ստանում դատապարտյալների հիվանդանոցում։ Ստանալը ստանում եմ ես, բայց իրան նշած բժիշկը չկա ստե, որ Պոշկաբան, Սրտաբան, ես իշքան վաղ կալակների մեջ Սրտաբան տեսել եմ ստե 4 անգամ։ Բայց դժգոհում եք ձեր սրտի վիճակից, հա, դժգոհում եք որ ինձ դատաբժշկական փորձաքննություն ընտարը տվել է, որ բարձր ռիսկ 3-րդ աստիճանի հիպերտոնիա, սրտի փականներ, ես միջեր, խալարկես օրգանները չկա, ես պատերազմի հաշվանդամ եմ, զին հաշվանդամ եմ, սա օրգաններից կեսը հանածա, կեսն էլ չի աշխատում նորմալ։ Ու ես ձև պահում են կալակների մեջ տանջելով սպանելու են, այս մի անգամից ուզում եմ կյանքին վերջնամ պրզնեմ, չեմ կարող։ Դուք դատապարտյալների հիվանդանոցի ղեկավարությանը տեղյակ եք պայել, որ սենց վիճակ ա ձեզ մոտ, բժիշկները չեն գալիս։ Ես տեղյակ եմ պայել, իրանք ամենից տեղյակ են, դաժե տեղյակ եմ պայել, որ եթում եմ ինքնասպանության։ Ես գլխավոր դատախազին էլ սաղ պատճառները գրել եմ, ինքը գրել Գեղարքյունիքի մարզի դատախազության վրա, դատախազությունը սուտ բաներ է։ Դաժե ես գրելի, որ ինչով եք դոլարով եք, եվրոյով եք ծածկադմփոսներ արել, դրամով եք արել, դրա պատասխանն էլ չի եկել Գեղարքյունիքի մարզի դատախազությունից։ Ես դադի ժամանակ իլեմետարցը դատախազին տվել չի պատասխանել։
նույն էս վիճակը ըստ չեմ անում, որտեղ այս պետության մեջ ոչ օրենք կա, ոչ կառավար կա, ոչ կառավարիչ կա, ոչ մի բան չկա։ Դատախազներն ու քննիչներն էլ աշխատում են մենակ փողի դիմաց, կաշառքի դիմաց, ուրիշ ոչ մի բան, եթե փող չունես, գնա մեռի, կսարքեն գլխիդ ամեն ձևով։ Պաշտպանել հանրային պաշտպանա չի կարում, ոչ մի բան։ Հիմա ձեր միակ պահանջը, որ բժիշկները գան, գոնե ստուգեն ձեր խնդիրը, որ դուք չգնաք ինքնասպանության։ Ես է թալու եմ, ես այսօր որոշել եմ, խնդրում եմ իմ բոլոր մոտի դոկումենտները, իմ դիմումները, ինչը ուղարկել եմ, պատճենները մոտս, այդ սաղ ինչ ունեմ, չունեմ, ես չգիտեմ ում ազնեմ, որտեղ ես համայնանտիր մարդ եմ, էլի, որ դրանից հետո բարձրաձայն են, ես որ նոր եմ բռնվել, անցանքի հետքեր հաղորդաշարին եմ ուղարկել սաղ, զապիսներն եմ այդ ուղարկել, որը ծածկադմփոց են արել, անցագործության մասին։ Դրանք էլ եմ ուղարկել, ինձ ասին դիմում գրա, որ ըստե ընդունա, մեզի թողեն, քեզ ընդունենք, ես դիմում գրեցի, ինձ թույլ չին տվել, իրանք ասեցին, որ մեզի թույլ չեն տալու, մենք ընդունենք, որ բարձրաձայն ես դրան, նոր բռնված էի ես, այդ 2 տարի առաջ, թույլ չտվին, անցանք հետքեր հաղորդաշարում էլ կային բոլոր բաները, էլ ուղարկած։ Հիմա ասերա վերջի գագաթնակետը, որ այսօր ես վճռական էթալու եմ այդ քայլին ինքնասպանության։ Ես էլ խնդրում եմ ձեզ, որ բարձրաձայնեք պատճառները սա, որ Գեղարքունիքի մարզի քննիչներն ու մեկ էլ Լոռու մարզի Կիրովականի քննիչները դատախազների հետ համատեղ կաշառքեն Տիգրան Ասերյանից եւ իմ նախին տուժող Լուսինե Գևորգյանից, պարագլուխներն են դրանք։ Այդ մահացողի, որ ճամփել էին Քյավառ, կամ պետք է ինձ սպաներ, կամ էլ նրանց աներ կալանքի ուղարկեր։ Այն էլ մա դուս ընկածի մեկը անօրինական աշխատում է Տիգրան Ասերյանի հացի փռում, սպիցիֆիլիստով հիվանդ, ժողովուրդը իր ձեռը ասնեն մտնում։ Էդի գնացել եմ, մեկ բռնել են, ապացուցվել է էդի, հետո որ կեղծիկներով է թուղթը տվսվել իրան, որ ինքը պոլիկլինիկայից որ տվել են, սուտ թուղթ է եղել։ Այդ ապացուցվել է սա անվտանգությունն է գնացել, էդի սաղ ճշտ է բռնե 2 տարի կես առաջ։ Ամեն ինչ եկել դրան։ Բարձր, ես կփորձեմ բարձրաձայնել, միգուցե ձեզ մոտենան մարդիկ օգնություն ցուցաբերեն, չգնաք այդ քայլին։ Ես խնդրում եմ բարձրաձայնեք, որ մեկը ես որոշել եմ, այսօր էդի անելու եմ։ Այսօր էդի անելու եմ։ Եթե ինչ-որ պրոստո չգիտեմ, այսքան դոկումենտները, որ սես մոտս է, սկզբից ջուրվերջի մեղադրակները, կեղծ, որ մեղադրականը, որ ներկայացրել են, տվել են ինձ, ու այդ բոլոր ասեն ես, որ բարձրացյանները սաղ դիմեր եմ, բարձրաձայնել եմ, ոչ մի բան։ Եմ որ ասմաշունը շանթա չի տրորա, այդ վիճակը տես ասկադամփոսներով էթում է։ Ոչ մեկն էլ ընթաց չի տալու, հավայի տպում են գրավոր բաներ, ամեն մարդ ոզ մտածում է, ոզ գիտեն, որ փող ստանա, փող աշխատա, մենակ օրենքով չեն հետում, մենակ փողի մանեն հետում, փողի հետևից։ Մա դու խնդրում եմ բարձրաձայնեք, որտեղ այսօր ես վճռական, այդ քայլին էթալու եմ, էլ ես ուրիշ ոչ մի բան չունեմ,